Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, հարգելի քաղաքացիներ։ Մոտ կես ժամ առաջ գրել էի, որ պատրաստվում եմ լայվ մտնել Միհրան Հակոբյանի վրա այդ բորենիական հարձակումը իրականացրած մարդկանց քրեական վարույթով ճակատագրի հետ կապված եւ ոնց հասկացա այս ընթացքում արդեն տեղեկատվությունը հրապարակային է դարձել իմ գրելուց մինչև հիմա, բայց ամեն դեպքում դրա մասին խոսենք։ Նաեւ ասեմ, որ այս ավտոլայվի ռեժիմը կարծեք թե սկզբնական փուլում որ շատ արդյունավետ էր, որտեղ օպերատիվ էր թույլ տալի լինել, ոնց որ թե սկսել է իրան չարդարացնել։ Օրինակ 3 երբ ավտոլայվ է անում եւ վերլուծում էի ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունը, փորձում են ցույց տալ, որ ըստ երևույթին խոսքը վերաբերում է հենց Միհրանի վրա հարձակված անձանց բռնելուն, որտեղ չէր նշում։ Հենց այդ ժամանակ երբես լայվի մեջ էի, փաստորեն քննչական կոմիտեն եւս բավական հանգամանալից, բավական նաեւ շտանունները գրած չէր, ինիցիալներ էր գրած ՄՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ այլն, արդեն ակնհայտ էր, որ Միհրանի մասին է խոսքը, Միհրանի դեպքի Միհրանի նկատմամբ հարձակման մասին է խոսքը։ Կարճ ասեմ, նորից ասեմ, չեմ զլանա ասեմ, որ այս անձանց հայտնաբերելու գործընթացը ես համարում եմ պրոֆեսիոնալիզմի դրսևորում ոստիկանության եւ քննչական մարմինների կողմից։ Այդքանով պետքա դա ֆիքսել, որտեղ դա է ճշմարտությունը, դա եղել է իմ աչքի առաջ։ Առաջին օրն եմ ասել եւ հիմա էլ վերահաստատում եմ։ Սա մեկ։ Բայց սրանով ոնց որ թե դրական հատվածը ոնց որ թե ավարտվում է։ Ուրեմն ինչա տեղի ունեցել։ Նախ երեկվա հայտարարությունից քննչական կոմիտեի պարզ էր, որ Միհրանի մարմնական վնասվածքը փաստորեն փորձագետի փորձագետի կողմից գնահատվել է որպես թեթև մարմնական վնասվածք, որովհետև այնտեղ որակումներ էր գրած, այդ որակումներից դա պարզ էր դառնում։ Ես անկեղծ ասած, այսքան ժամանակվային փորձ էին ասում, որ քթի կոտրվածքը, մենակ քթի կոտրվածքը, էլ չեմ խոսում ուղեղի ցնցման մասին, ուղղակի չի կարող լինել թեթև մարմնական վնասված, միջին մարմնական վնասվածքի հատկանիշապարն։ Մեզ դեռ դա չեն տրամադրել, դե պարզ է շաբաթ կիրակի է, այդ պատճառով տեղ պրետենզիա չկա։ Վստահ եմ երկու շաբթի օրը կտրամադրեն, մենք մի հատ կհասկանանք։ Մենք դա արժանահավատ ենք համարում, թե չէ։ Եվ այդ պատճառով հոդվածը ավելի ցածր է։ Երկրորդը, այդ հաղորդագրությունից քննչական կոմիտեի պարզ է դառնում այն, որ ժամանակին նաև հրապարակավ էր նշվել մեր լավ ակտիվ արդյունավետ լրագրողների կողմից, այն որ ոնց որ թե մեքենայի պետհամարանիշների փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն լավ ծրագրված հարձակում է եղել Միհրանի նկատմամբ, լավ ծրագրված է եղել։ Տեսեք, պետհամարանիշների փոփոխություն, հիմա չգիտեմ, դուք որ ուզենաք, կարաք պետհամարանիշների փոփոխություն անեք, դա հանցագործություն է։ Երկրորդը պետք է գտնել պետհամարանիշը։ Երրորդը այդ ամեն ինչը պետք է կազմակերպեն։ Դա լուրջ կազմակերպական աշխատանք է ենթադրում։ Իսկ մեղադրանք է առաջադրվել այդ մարդկանց, դա արդեն փաստ է, որ նրանք մեղադրվում են հենց պետհամարանիշներ նաև փոխելու մեջ։ Եվ այսպես բան անելով էլի, եզրահանգումներ անելով փաստերից, կարելի է ասել մալադեց, որ կարողացել են գնալ եւ ինչ որ կերպ հայտնաբերել, թե այդ ավտոյի իրական պետհամարանիշները որոնք են եղել։ Այդ ինձ թվում է կարևոր է։ Հիմա ինչ ինֆորմացիա ես ունեմ։ Այդ մարդիկ ձերբակալվել են, այո, 3 հոգի կատարողներ, 2 հոգի օժանդակողներ։
Քնչական կոմիտեն մտել է դատարան կալանքի միջնորդությամբ, բանտային կալանքի միջնորդությամբ, էդ էլ համարում եմ այսպես ճիշտ քայլ։ Ինչի, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, որոնք հարձակվել են ու սենց կազմակերպական, լուրջ կազմակերպական խումբ է, պատվիրատուների մասին կարևոր մենք տեղեկացած չենք, պարզա, որ այստեղ պատվիրատուի խնդիր կա ու տեսեք, ասենք, մարդկանց ինչ ասեմ։ Հետույք բառը ասելու համար պարում կալանավորում են, օրը ցերեկով մի քանի հոգով մեջքից դեմքերը փակած հարձակվելու լավ կազմակերպված հարձակվող մարդկանց հաստորեն ինչ որևէ մեկի նկատմամբ բանտային կալանք կիրառված չի մեր տեղեկություններով։ Սա պաշտոնական մեզ որևէ մեկը չի ասել, երկու շաբթի կասեն, բայց մենք ունենք տեղեկություն դրա մասին։ Ավելին մեր տեղեկություններով երկուսի նկատմամբ առհասարակ մերժվել է։ Երեքի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։ Այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել։ Հիմա լավ, ես չեմ դուք եք, դա նորմալ է թե չէ։ Դա նորմալ է թե չէ, կալանքի ինչի համար է։ Օրինակ, նոր հանցանքը կանխելու համար, որում նոր բառը ես ավելորդ ասեցի։ Հանցանքը կանխելու համար, անմեղության կանխավարկած կա, հարգում ենք անմեղության կանխավարկածը, հարց չկա, հարգում ենք, պարտավոր ենք հարգել, հարգում ենք։ Հիմա այս մարդիկ, որոնք որ ըստ քնչական կոմիտեի, եւ ես այսպես չունեմ չհավատալու հիմքեր, ուժողի լիազոր ներկայացուցիչն եմ, ես կարծում եմ, որ քնչական կոմիտեն ճիշտ մարդկանց է բռնել։ Եթե ընդունենք, որ ճիշտ մարդկանց է բռնել քնչական կոմիտեն, այս մարդկանց կողմից հանցանք գործելու, օրինակ, նույն բանը անելու հավանականությունը բարձր է թե ցածր է։ Ազատության մեջ են այդ մարդիկ։ Ոնց է լինում, էլի, որ ասենք մեր ձևով ասելու համար մարդիկ կալանավորվում են։ Ոնց է լինում, որ 8 տարի առաջվա մեղմ ասած խիստ կասկածելի պատմության համար արքեպիսկոպոսը կալանավորվում։ Ոնց է լինում, որ 3-4 տարի առաջվա առաջ ասած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում։ Որը ասեմ, որը թողնեմ։ Ընտրական գործընթացի ժամանակ մարդիկ